Պարոն Մանուկյան, այսօր հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ևս մեկ անգամ, որ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Ինչպես է կարծում իրենց կհաջողվի այսպես կատարել։ Չէ, բնականաբար չի հաջողվի։ Ինչ է նշանակում Մայրաթորի ազատագրում, այդտեղից սկսենք եւ Դեմագոգիա, բացատրություն էլ չկա։ Ոնց որ մարտի 1-ի վերաիմաստավորում էին ասում, ախր տերմիններ են կիրառում, որոնք հեչ կիրառելի չեն։ Ես բազմիցս բացատրել եմ։ Սա մեր եկեղեցու դեմ պայքար չէ, սա միջազգային ծրագիր է, եւ այս ծրագիրը զուգահեռաբար իրականացվում է այսօր Ուկրաինայում, Մոլդովայում, Չեռնոգորիայում։ Դրանք այն երկրներն են, որտեղ իբր թե եկեղեցիները համարվում են ինոագենտներ, այլ երկրների գործակալներ, այդ շղարշի տակ, այդ վարագույրի հետևում լրիվ ուրիշ գործողություններ իրականացում, թույլատրել համակարգերը, թույլատրել ինստիտուտները։ Ես հիմա կարող եմ ինստիտուտների անուններ ասել Հայաստանում, եւ պայքարը գնում է ոչ թե դրանց մեջ գործող անձերի, դրանց ղեկավարների դեմ, այլ այդ համակարգերի դեմ։ Դատական համակարգ այսօր ոչնչացված է։ Պաշտպանական համակարգ ոչնչացված է։ Գիտեք ինչ հնարք են կիրառում։ Գտնում են 1-2 դեզերտեր, վատ սպա, դավաճ ջան, չգիտեմ, ինֆորմացիա տված ինչ որ մեկին եւ այդ դեպքը ամբողջապես տարածում են համակարգի վրա։ Եկեղեցու համար ասենք թե ինչ որ մեկը հակապետական, հակաիշխանական հայտարարություններ, հակասահմանադրական հայտարարություններ արել, այդ օրինակը իրենք տարածում են համակարգի վրա, որ ինստիտուտն է այդպիսի։ Այս մարդկանց խնդիրը սեփականության խնդիր։ Սամվել Կարապետյանի օրինակը հետևյալն է ասում, դրա իմաստը հետևյալն է։ Սեփականատերեր, ձեր սեփականությունն ինչքան էլ ձերն է, ես կարող եմ գողանալ եւ վերաբաշխում կատարել։ Այսինքն մեկ օրինակը դաս է լինում մնացած համակարգի վրա։ Երկու փաստաբան են ձերբակալել, ասենք, մարդիկ հաճախ ֆիքսում են այդ փաստաբանների վրա, որ նրանք անմեղ չէին, որ նրանք ձերբակալեցին բռի մեթոդներով, հեռուստատեսության արջ, սա չէ խնդիրը։ Իր ասելիք, այս իշխանությունների ասելիք հետևյալ, հարգարժան փաստաբաններ, անմեղ լինեք, մեղավոր լինեք, ես հնարավորություն ունեմ ձեզ տանելու ուր որ պետք է։ Եւ համայնքը ցավալիորեն այս բան համայնքը, այսպես համքարությունները, կրթական, սեփականատիրական, տեղական ինքնակառավարման համակարգերը չեն զգում, որ այս խնդիրը անձերի դեմ չէ, այս խնդիրը համակարգերի դեմ է։ 15 հոգի մենք հաշվել ենք տեղական ինքնակառավարման ընտրված մարմնի ղեկավարներ, որոնք այսօր կամ գործի չեն, կամ բանտերում են, կամ սպանվել են եւ այլն։ Խնդիրը տեղական համայնքը ոչնչացնելու, այդ ինստիտուտը ոչնչացնելու մեջ է։ Մամիկոնի կամ չգիտեմ Վալոդիայի դեպքը ընդհանրացնելու խնդիր կա։ Էլեմենտար բան կա։ Նու մարդու մեջ չես կարող իր հիշողությունը ոչնչացնել, իր մտածողությունը ոչնչացնել։ Եվ մեր եկեղեցինի տարբերություն բանակի, կրթական համակարգի հայաստանյան չէ, համահայկական է։ Մենք երկու անգամ ավելի ունենք հավատացյալներ կամ թեմեր Հայաստանից դուրս, երկու անգամ ներսում եւ ֆիզիկապես անգամ տեսականորեն հնարավոր չի։ Ուղղակի իր արածը աղի մկան նման վնասել ամեն ինչ, փչացնել ամեն ինչ, թեկուզ չվերացնել, բայց փչացնել։ Ասենք ծորենի պարկը կարող է չուտել, բայց մեկ հատ ծակելով թունավորել, կեղտոտել եւ ծորենը փչացնել, ոչնչացնել։ Իր երկրորդ նպատակը, եթե ոչնչացնել, ապա փչացնել համակարգը, խեղճացնել համակարգը, վարկաբեկել համակարգը։ Վստահեցնում եմ ես, չի կարող։ Էյնշտեյնը մի հատ սիրուն ասացվածք ունի։ Մեղավոր են ոչ թե նրանք, որ հանցագործություն են գործում, այլ ավելի շատ մեղավոր են նրանք, ովքեր տեսնում են, որ հանցագործություն գործում է եւ ոչինչ չեն անում։ Եվ եթե մենք հիմա տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես է խախտվում սահմանադրությունը եւ բոլոր գործող օրենքները եւ ոչինչ չասենք, մենք կլինենք նույն հանցակիցը։ Բնականաբար ոչինչ չենք անում, թե այսօրվա դատախազությունը պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցի եւ հետեւողական իրականացնի ու պատժի։